վարչապետը իրականում այո եւ հայ ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար ի վերջո Յակոբ Մինսկի այդ ձևաչափում, խմբի ձևաչափում տեղի ունեցող բանակցային գործընթացը բերում էր արդարության հաստատմանը երկու ժողովուրդների համար, ինչը իրենք թույլ չտվեցին եւ դրանով իսկ վտանգեցին իրականում Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մենք ակնհայտ տեսնում ենք, ես շատ եմ ասել, նորից եմ կրկնելու, այն ինչ որ հիմա տեղի է ունենում Խոզնավար Խնածախ գյուղերի ուղղությամբ, եթե հարցնեք մեր շատ հայրենակիցներին, իրենք ձեզ վստահաբար կներկայացնեն, որ process-ը խիստ նման է Կարմիր շուկայում տեղի ունեցող process-ներին եւ այստեղ հենց ձեր մեջ կանգնածներից հիշում եք, որ հենց այդ ժամանակաշրջանում դուք անընդհատ զանգահարում էիք եւ ես ինչպես էի պատասխանում Կարմիր շուկայի մասին։ Հիմա նույն իրավիճակը, երբ որ ես փորձում եմ այսպես համեմատել, տեսնում եմ հենց այդ նույն երկու գյուղերի եւ Աստված մի արասցե այս իշխանությունների իշխանավարման այդպես ժամկետի երկարացման է, որովհետեւ իրականում Արցախի հայաթափումը սկսվեց Կարմիր շուկայից, սկսվեց Թաղավարտից, որը կիսված էր եւ ելի նույն իրավիճակում էր, ինչ որ այդ գյուղերն էին, ինչ որ Կիրանցի ուղղությամբ գտնվող գյուղերն էին։ Տիկին Հակոբյան մի հարցել, մի շարք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, որ խոսում ենք, հարցումներ ենք անում, ասում են, որ ադրբեջանցիներն առաջարկել են մնալ, բայց գիտեին վտանգը, գիտեին ինչի է ընդունակ Ադրբեջանը եւ չեն մնացել։ Ամեն դեպքում ինչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց հայրենիք։ Գիտեք, մենք արդեն բազմիցս կոնկրետ մեր հասարակական կազմակերպությունը Արդարություն եւ Վերադարձ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 5 այդպես մարզերում հանդիպում ունեցանք արցախցիների հետ, բավականին մեծ հատվածի հետ, որտեղ հենց այդ հարցերը մենք ուղղում էինք եւ պատասխանը իրենցից ստանալով արձանագրում վերջում փաստաթուղթ կազմվեց։ Ես ձեզ ասեմ, որևէ տարբերություն չի եղել, բոլորը նույն կարծիքն են ասել, որ միանշանակ նախ առաջնահերթ է Արցախ վերադարձը։ Բոլորի մոտ այդ կարիքը կա, այդ նպատակը կա եւ երազանքը։ Երկրորդը ինչպիսի Արցախ եւ ինչպես վերադառնալ Արցախ, միանշանակ բոլորի մոտ միջազգային հստակ, այդպես հա, անվտանգային երաշխիքների ներքո եւ պայմանը պիտի լինի, որ չի կարող լինել իհարկե համատեղ որևէ բնակության մասին խոսք, չի կարող լինել Ադրբեջանի ներքո ապրելու կամ Ադրբեջանի անձնագրերով ապրելու պարագայում, որովհետեւ այդ ընտրությունը մենք կարող էինք անել 2023-ի սեպտեմբերի 19-ին եւ արեցինք։ Մենք ոչ թե լքեցինք մեր տները, դժվարությամբ եմ նույնիսկ արտաբերում այդ բառերը, որովհետև ուղղակի վախենում ենք, ոչ, մենք լքեցինք այդ տները, ցույց տալով ամբողջ աշխարհին Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ մենք որևէ կերպ Ադրբեջանի հետ ադրբեջանցիների հետ նույն հարկի տակ, նույն հողի վրա չենք ապրելու ու չենք քայլելու։ Միակ պատճառը դա է։ Իսկ եթե այս ամենը ավելի այսպես ամփոփ ասեմ, մենք մոտ ապագայում կամ ինչ որ ժամանակ, երբ Հայաստանում կհաստատվեն արդեն ազգային իշխանություններ, վստահ ենք, որ բանակցային գործընթացում օրակարգային հարց է լինելու հենց արցախցիների Արցախ վերադառնալու հարցը եւ այդ ժամանակ հստակ բանակցային գործընթացի ժամանակ պարզ գծագրվելու է հենց այն ճանապարհը, հաշվի առնելով իհարկե այս դիտարկումները, որ ես ձեզ ներկայացրեցի, թե ինչպես եւ ինչպեսի Արցախ են վերադառնալու արցախցիները։ Տիկին Հակոբյան, բայց արցախցիների վերադարձի մասով բանակցություններ վարելու մանդատ ունեն այն այսօրվա իշխանությունները, որոնք դա անիրատեսական են համարում։ Այսինքն դուք Արցախի պատգամավորները ղեկավարությունը մանդատ չունի բանակցություններ վարել, ես ինչպես եք պատկերացնում։ Նախ մենք իհարկե այդպիսի դիվանագիտական խողովակներ չունենք նման գործընթաց իրականացնելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հանձնախումբը, որը ստեղծվեց հենց լիազորեց Արցախի Հանրապետության ազգային ժողովը, խոսել արցախցիների անունից, բավականին մեծ հաջողություններ արդեն իսկ ունի գրանցած եւ մեր այս փուլում, այո, այս իշխանությունների օրոք մեր ներկայիս առաքելությունը կայանում է նրանում, որ մենք թույլ չտանք Արցախի հարցը փակվի եւ որևէ կերպ արցախցիների վերադարձի իրավունքը մոռացության տրվի կամ հանվի աշխարհի նույնիսկ, աշխարհի օրակարգից։ Հետևաբար դեռևս սա է, իսկ իհարկե այս իշխանությունների օրոք մենք չենք տեսնում այդ բանակցային գործընթացը։ Հետևաբար ես նշեցի, որ այն պարագայում, երբ Հայաստանը կունենա արդեն ազգային իշխանություններ, հենց այդ ժամանակ
մենք վստահ ենք, որ բանակցային գործընթացում սա կլինի օրակարգային հարց։ Ինչպես է գնահատում հավանականությունը, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը նորից ինքնորոշում կունենա, նորից անկախություն ձեռք կբերի, ինչ պայմաններում է դա հնարավոր։ Գիտեք, դեռ այդ ինքնորոշման հարցը երևի դեռ պիտի մասնագետները նորից իրենց դիտարկումներն անեն, բայց ըստ իս մենք արդեն իսկ ինքնորոշվել ենք։ Մենք ինքնորոշվել ենք 1991 թվականին, երբ որոշել ենք, որ չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչին մեզ իհարկե բռնակցել էին, հա, Սովետական միության ստեղծման ժամանակ։ Եվ հետևաբար կներեք հարցը Ինչքանով եք հավանական համարում, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը ելի անկախություն կունենա մոտ ապագայում եւ ինչ պայմաններ են դրա։ Գիտեք, դեռևս ապագայի մասին խոսելը դժվար է, իրականում ձեր ասածը անկեղծ ասեմ պատկերացնելը դեռևս դժվար է, ինչ ճանապարհով եւ ինչպես, որովհետեւ դեռևս չգիտենք այս իշխանությունները մինչեւ որ փուլն են քանդելու, մինչեւ որ հնարավորությունն են քանդելու, բայց ես ձեզ ասեմ, որ այս փուլում մենք դիտարկում ենք արցախցիների վերադարձի իրավունքը։ Դա սկզբնական շեմն է այդ դժվարությունների, որ մենք պիտի կարողանանք հաղթահարել։ Մնացած իհարկե բանակցային արդեն երկար աշխատանքի արդյունք պիտի լինի, որ մենք վերջնական կարողանանք հաստատել այն պատմական արդարությունը, որը որ պիտի տեղի ունենա։ Մեկ էլ մի ճշտում անեմ, որ տարակարծություններ չլինեն, ճիշտ հասկացա, որ այսցիկ փորձ արվել է ամեն դեպքում Արցախի նախագահ ինստիտուտի կողմից Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու, սակայն մերժվել է։ Իհարկե, հենց սկզբում թե Արցախի նախագահը, թե կառավարության անդամները յուրաքանչյուրը իր այդ բլոկի հետ փորձել է այդ համագործակցության հենց առաջի քայլերը անել, ինչը լռության է մատնվել կամ ես ավելի բաց ասեմ, լկտի ուղղակի պատասխաններ են տրվել, որ կարող ենք ձեզ հանդիպել որպես անձեր եւ ձեզ անձնական օգնություն տրամադրել, բայց որպես պաշտոնյա մեջ տեղի չի ունենալու։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ